պատասխանել ձեր հարցերի։ Համեցեք։ Քանի որ նախորդ անգամ երկու գործընկեր հարցը չէր հնչեցրել, այս բանի Արմեն։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, ազգային ժողովում դուք խոսեցիք ավիատոմսերի մատչելիության մասին։ Մի կողմից կառավարությունը խրախուսում է լոու-քոստերների աշխատանքը, որ ավելի շատ մատչելի ավիատոմսեր հասանելի լինեն քաղաքացիներին, մյուս կողմից խնդիր ենք ունենում վիզաների հետ կապված։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել ոչ թե վիզա ստանալու, այլ վիզաների համար հերթագրվելու մասին է։ Տուրիստական սեզոնը որքան մոտենում է, այնքան ավելի է խնդիրը սրվում եւ նույնիսկ միջանկյալ օղակները prime time-ի համար այնպիսի գումարներ են շրջանառում, որ տուրիստական փաթեթին հավասար գումար է լինում։ Եթե չեմ սխալվում, կառավարությունը եվրոպացի գործընկերների հետ քննարկումներ ուներ, որ միջանկյալ լուծում լիներ վիզաների ազատականացմանը զուգահեռ, մասնավորապես Գերմանիան էր արձագանքել հերթագրումների հետ կապված նոր գործիքակազմի, ինչ նորություններ կան այդ ուղղությամբ, արդյոք մյուս եվրոպական պետությունների դեսպանատները եւս արձագանքել են։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ մենք պետք է, այսինքն խնդրեմը հետեւյալի մեջ է, որ մարդիկ հերթագրվում են Եվրոպական միության երկրներ վիզա ստանալու համար եւ իրենց հերթը ամիսներ անց պետք է գա։ Ես ուզում եմ մենք արձանագրենք, թե ինչն է նախ սրա պատճառը։ Ես նախորդ օր ազգային ժողովում ունեցած ելույթում խոսեցի, բայց պարզվեց, որ ես թիվը ճիշտ չեմ ասել եւ ասացի, որ 400%-ով աճ գրանցվել դեպի Եվրամիություն ուղևորա հոսքերի եւ 2017 թվականի համեմատ դեպի Եվրամիության երկրներ 2025 թվականին 580%-ով աճ արձանագրվել։ Այն դեպքի մասին 580%-ով պատկերացնում եք, այսինքն եթե 2017 թվականին մեկնել էր 1000 մարդ, 2025 թվականին մեկնել է 5800 մարդ։ Եվ խոսքը այս դեպքում այն քաղաքացիների մասին, ովքեր ստացել են ակնհայտորեն վիզա, հակառակ դեպքում չէին կարողանա գնալ։ Եվ մեր գործընկերները, եւ մենք արդեն մի քանի տարի այս թեմայով զբաղվում ենք, իրենք ասում են, որ մենք բյուջետային պլանավորում ունենք, ոչ մեկ չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում այսպիսի հոսքի մեծացում է տեղի ունենալու, եւ նաեւ դա է պատճառը, որ մենք հիմա վիզաների ազատականացումն ենք բանակցում եւ մենք համոզված ենք, որ իմիջայլոց այսօր միակ երկիրն է Հայաստանի Հանրապետությունը, որի հետ Եվրամիությունը բանակցում է վիզաների ազատականացման շուրջ եւ ես համոզված եմ, որ մենք շատ արագ, հնարավորինս արագ, լավ էսպես ասենք, արդյունք կարձանագրենք։ Ես ուզում եմ ձեր տված հարցից առիթից օգտվել եւ անդրադառնալ նաեւ մի այլ թեմայի, որովհետեւ ելույթի մեջ չկարողացա չհասցրեցի դրան անդրադառնամ կամ այլ ուղղությամբ էր ելույթը, որ խոսք էր գնում 2 եվրոյով տոմս լառնակա կա, թե չկա։ Այդ իմ ափսոս մյուս հեռախոսի մեջ այդ սկրինշոթը կա, որ այո, իմ ելույթի պահին, երբ որ ես սկսել եմ դրա մասին խոսել, վաղվա համար, ամսի 19-ի համար 2 եվրոյով եղել է տոմս։ Հետո այսինքն գիտեք, որ գները լողացող են եւ նաեւ քննարկումներ կար, որ ես ասում եմ, որ թոշակառուները կարող են բարձրացած թոշակով ստանալ։ Այո, կարող են 10000, եթե 2 եվրոյա տոմսը 900 դրամ է գալիս մոտավորապես 900 քանի դրամ, եւ բնականաբար 10000 դրամով քանի տոմս կարող են գնել։ Եվ ընդհանուր առմամբ թոշակառուների հետ կապված մեր խնդիրները լուծելիս, տեսեք, երբ որ մենք մեր տուրիստներին տեսնում ենք այլ երկրներից եւ ընդհանրապես միջազգային կյանքում շատ ընդունված է, որ մարդիկ իրենք թոշակի տարիքը օգտագործում են ճամփորդելու համար եւ մենք էլ այդպիսի նպատակադրում ունենք, իսկ ով ասե, որ մարդը թոշակային տարիքում պետքա գանված լինի իր տանը, իր բակին, մարդիկ պետքա ճամփորդեն։ Պարզա, որ այսօր իրանք այդ հնարավորությունները չունեն, մենք դեռ հələ նոր նվազագույն սպառողական զամբյուղի շեմն ենք հաղթահարում, բայց համատեղ աշխատանքի արդյունքում մենք իհարկե համոզված եմ այդ խնդիրը նույնպես կլուծենք, որ նախ թոշակառու մեր սիրելի թոշակառուները սկսեն Հայաստանի Հանրապետության մեջ շատ ճամփորդել, հետո նաև արտերկիր ճամփորդել։ Ի վերջո դա բարեկեցության շատ կարևոր մի էլեմենտ է, բայց նաև ուզում եմ ասել, որ ընթացիկ շրջանում էլ մենք անդադ վերջին անգամ Եվրամիության հետ գործընկերների հետ բանակցություններ, երբ որ մենք ունեցել ենք,
Ուզում եմ հիշեմ, թե դա որտեղ էր, վերջին բանակցությունների ժամանակ այդ հարցը բարձրացրել ենք եւ իհարկե առաջիկա Եվրամիություն Հայաստան գագաթաժողովի ընթացքում նույնպես այդ հարցը կբարձրացվի։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Ալինա։